Մենք պիտի գնահատենք կանխարգելման ոլորտի շրջանակներում մեր մասով բավականին շատ աշխատանքներ են կատարվել, կանխարգելումը ավելի ծանր գործընթաց է, որը երկարաժամկետ է արդյունքները երևալու։ Մենք կարծում ենք բավականին շատ ծրագրեր ենք իրականացնել, բավականին շատ ծրագրեր էլ ունենք, որոնց արդյունքները առաջիկայում կտեսնենք ու տեսանելի կլինեն։ Կանխարգելում ասելով ինչ նկատում ինչ միջոցառումներ կան։ Տեսեք, տարբեր ոլորտներում ենք իրականացնում, տարբեր ճյուղերով, հիմնականում վարքագծի փոփոխությանն է միտված մեր աշխատանքը։ Մենք փորձում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մտածելակերպն ու վարքագիծը փոխել, մյուս կողմից արդեն ավելի թեթև, բայց պատժողական քաղաքականության միջոցով նաև փորձում ենք կանխարգելել կոռուպցիան, հայտարարագրերի վերլուծության, բարևարկության համակարգի անհամատեղելիության պահանջներ, շահերի բախում, վարքագծի կանոններ, թե ինչպես են արտահայտվում, հանրության հետ շփվում, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Մյուս կողմից մենք հիմա Արդարադատության նախարարության գործընկերների միջոցով կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրավասությունը հանձնաժողովին վերապահելու նախագիծ ունենք ազգային ժողովում, ինչի միջոցով արդեն կկարողանանք ինստիտուցիոնալ տեսանկյունից հասկանալ որտեղ են կոռուպցիոն ռիսկերը ու արդեն հենց այդ մակարդակում կանխարգելել։ Իսկ այս պահին նախնական պատկերացում ունեք ռիսկերը որտեղ են կամ օրինակ հիմա ասում եք հայտարարագրում արդյոք դա նոր ռիսկեր չի առաջացնում։ Ինչ հայտարարագրում հայտարարագրում դուք դա վերահսկողություն եք իրականացնում, դա ստվերը չի ավելացնում, օրինակ մարդիկ չհայտարարագրվեն կամ այնպես արձեռն ստանան գումար, որ չառաջանան։ Դե հայտարարագրման ինստիտուտը ինքնին չի կարող ռիսկեր առաջացնել, բայց նաև չեն կարող բացառել, որ կլինեն որոշ մարդիկ, ովքեր օրինակ կանխիկի միջոցով կարողանան խուսափել։ Մենք փորձում ենք այնպես վերլուծությունը իրականացնել, որ ցանկացած գույքային շարժ տեսանելի լինի, նույնիսկ եթե մենք միջինացված հաշվարկ ենք կատարում, եթե տեսնում ենք, որ անձի ընդհանուր տարեկան ծախսը շատ ավելի փոքր է, հայտարարագրման ոչ ենթակա ծախսը մենք մեր հաշվարկներով փոքր է, նշանակում է սպառողական զամբյուղի տեսանկյունից առնվազն խնդիրներ ունենք, ինչը նշանակում է, որ կան եկամուտներ, որոնք հայտարարագրված չեն։ Ու արդեն այդ տեսանկյունից ենք փորձում հասկանալ ինչ խնդիրներ կարող են լինել։ Կարող եք որոշակի վիճակագրություն մեզ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների ներկայացման հետ կապված խախտումներ, շահերի համապատասխաններ ու հիմնականում ինչ խնդիրներ են հատկապես առաջի դեմք, երկրորդ դեմք եւ մյուսների։ Շնորհակալություն հարցի համար։ Այս տարվա ընթացքում մենք աննախադեպ նվազում ունենք չներկայացված հայտարարագրերի։ Ընդամենը 2 դեպք ունենք, հիմա պարզվեց, որ մեկը մահացել է հայտարարատուներից, մեկ անձ է ընդամենը մնացել, որ չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը, ինչը շատ լավ ցույց է։ Մյուս տարիներին ունեցել ենք օրինակ 30%, 40%, այս տարի փորձել ենք նաև նախորդ բոլոր տարիների համար չներկայացած հայտարարագրերը հանել ու դրա միջոցով հասկանալ որտեղ են խնդիրները։ Ինչ վերաբերում է խախտումների տեսանկյունից մենք այս տարի մշտադիտարկումը իրականացրել ենք, վարքագծի մշտադիտարկումը իրականացրել ենք գործադիրում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակներում։ Այս պահին դեռևս արդյունքները ամփոփված չեն, բայց հիմնականում շատ ավելի լավ վիճակ է, քան նույն ազգային ժողովի պարագայում ու այլ համայնքների պարագայում, որովհետև համայնքներում հիմնականում ավելի շատ են խնդիրները, բայց դա կարող է նաև պատճառ լինի իրազեկվածության պակասի, ինչը եւ մենք փորձում ենք մյուս կողմից բարձրացնել ու դրա միջոցով արդյունավետությունը եւս բարձրացնել։ Այսինքն կներես մեծ շարունակություն, գործադիրի անդամներն ավելի ճիշտ են ներկայացրել, ավելի սխալները քիչ են եղել, քան խորհրդարանում եւ թիմերում, համայնքներում եւ ինչպես կարող է ստացել, օրինակ խորհրդարանականները ավելի քիչ պակաս իրազեկվում են, քան համայնքներում գուցե, բայց որտեղ։ Դե խոսքը միայն հայտարարագրերի մասով չէր, ես ընդհանուր բարևարկության տեսանկյունից էի ասում, բայց նաև գործադիրի մասով, այո, իրենք ավելի քաջատեղյակ են եւ ավելի լավ են հայտարարագրեր ներկայացնում։ Ազգային ժողովի падգամավորների դեպքում հիմնականում երբ որ լինում են խնդիրները, այն բոլոր դեպքերում երբ որ մենք ունենում ենք ընդհանուր գույքային դրության վերաբերյալ կասկած, ուղղակի հիմա չեմ կարող բարձրաձայնել ում մասով է, որովհետև հաղորդումն էինք ներկայացրել եւ նպատակահարմար չի բարձրաձայնելը, բայց մենք հաղորդում ներկայացնում ենք գործադիրի պարագայում դեռևս այս պահի դրությամբ մենք ներկայացած հաղորդումներ չունենք։ Ինչի՞ շնորհիվ է, որպես քչացել են նվազել են դեպքերը
այդ որ հանգամանք նորից իրազեկման ու վարութային աշխատանքների մենք բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել վարութային, հարուցել ենք վարույթներ ու նաև փորձում ենք վարքագիծը խրախուսել։ Այն բոլոր դեպքերում, երբ որ մինչև գործի քննության օրը անձինք ներկայացնում են հայտարարագրերը, մենք չենք էլ տուգանում ու որևէ մեկին չենք տուգանում, որովհետև մեզ համար կարևոր է, որ հայտարարագիրը ներկայացվի ու անձինք վարքագիծ փոխեն։ Իսկ մոտավոր պատկերացում ունենք 2025 թվականին քանի վարույթ է նախաձեռնվել։ Ինչի հետ կապված։ Կոռուպցիայի։ Չէ, այդ չներկայացնելու մասով այլ թիվ է, այս պահին կարծես թե 40-ի կարգեր, ես վիճակագրությունը որ ներկայացնեմ տեսանելի կլինի, կամ 40 տույժ ենք տվել կարծես թե, մյուս վարույթների հետ կապված մենք ընդհանուր բարևարկության տեսանկյունից, որ ներառում է վարքագծի կանոններ անհամատեղելիություն, շահեր եւ նվերներ, ընդհանուր 200 ուսումնասիրություն ենք արել, այդ 200-ի շրջանակներում երևի 10%-ի դեպքում ենք խախտում արձանագրել։ Նվերների հետ կապված այդ համակարգը նոր էր ներդրվել ու ոչ այդքան նոր, բայց ամեն դեպքում նոր էր, հա ինչ իրավիճակ ու պատկեր ունենք այստեղ։ Տեսեք, նվերների տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ ինչի համար են այդ նվերները, պաշտոնական պարտականությունների հետ կապված նվերները առհասարակ չի թույլատրվում ընդունել, այս նվերները վերաբերում էին թույլատրելի նվերներին, օրինակ արարողակարգային, միջազգային միջոցառումների ժամանակ, երբ որ ստանում են հուշանվերներ եւ այլն, այդ ինստիտուտը ընդհանուր կարևոր է թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից, այս պահին մենք ունենք 240-ի կարգի նվեր հայտարարած ու մեզ մոտ հրապարակային է, իհարկե դեռևս չունենք միասնական ռեեստրը, բայց եթե տեսնեք, կայքում բոլոր նվերները բոլոր պաշտոնատար անձանց կողմից ստացված հրապարակային ներկայացված են։ Ես կարծեմ միջև 60,000 դրամ արտադրություն, եթե գերազանցում են, նոր վերադարձնում են, բայց ես նկատում եմ, որքան օրինակ 50, 57, 8 ու ամեն դեպքում հայտարարված են։ 40,000-ը գերազանցողը պիտի հայտարարագրվի, 60,000-ը գերազանցողը արդեն պետական կառավարման գույքին պետք է վերադարձնի պետությանը։ Իսկ այդ նվերների մեջ կան թանկարժեք նվերներ, որոնք ձեզ զարմացրել են, չգիտեմ, հետաքրքիր են եղել, եթե նույնիսկ կանոն էլ չտա, ուղղակի Կան շատ հետաքրքիր նվերներ կան, բազմաթիվ նկարներից սկսած, ինչ որ հիմնականում ասիական մշակույթի մասով բավականին հետաքրքիր նվերներ կան։ Դուք կարող եք մտնել նայել, դուք էլ երևի կզարմանաք, շատ հետաքրքիր։ Ձեզ ո՞ր նվերն է ամենաշատը զարմացրել։ Ավելի այս պահին դրանք կան նվերներ, որոնք արարողակարգային տեսանկյունից հրապարակման ենթակա չեն, ավելի շատ են նվերները, որոնք չեն Իսկ բացահայտման մեխանիզմ, ինչ մեխանիզմներ կան, օրինակ, որ ինչ որ պաշտոնի նվերը ստացել, բայց չի հայտարարվում, դուք ոնց եք կարծում, որ ինքը թանկարժեք նվեր է ստացել։ Տեսեք, մենք մշտադիտարկում ենք կատարում, քանի որ սա հատուկ կարգով ներկայացված է, թե որ նվերները պիտի լինեն, մենք կարողանում ենք վերահսկել գործողումների ընթացքում կամ ինչ որ միջոցառումների ժամանակ հատուկ գրում ենք, խնդրում ենք, տեսնում ենք, որ նույնիսկ եղել են գրություններ, որ մենք ասել ենք դուք միջոցառում եք անցկացրել, մենք տեսել ենք, որ անցկացրել եք, բայց նվերներ չեք հայտարարագրել, դրանից հետո նվերների քանակը 40-ով 50-ով ավելացել է։ Կա վիճակագրություն, որ գերատեսչությունը պետական ավելի շատ նվերներ ստանում։ Իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ դե իհարկե վարչապետ Արտգործ նախարար։ Մեկ էլ հայտարարագրման գործընթացում շուտ փոփոխություններ ա նախապես։ Հայտարարատուների շրջանակի մասով գուցե փոփոխություն լինի, այս պահին Արդարադատության նախարարությունը շրջանառել է նախագիծ, մենք ունենք, որ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ու ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները օրենքի համաձայն հայտարարատու են հանդիսանում, բայց իրենք մյուսների նման չեն տալիս։ Տալիս են միայն այն դեպքում, երբ որ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու հիմք կա, մենք ենք պահանջում, այսինքն եթե օրինակ որոշ դպրոցի տնօրենին տեսանք մամուլում հաղորդագրություն, որ հարստացել է, այդ դեպքում իրենից պահանջում ենք հայտարարագիր։ Արդարադատության նախարարությունը առաջարկում է այս պահի դրությամբ գործող նախագծով, իհարկե չգիտեմ վերջնական ինչ կլինի, իրենք առաջարկում են բոլոր պետական մասնակցությամբ ընկերությունների ղեկավարներին դարձնել հայտարարատու, որ ընդհանուր կարգով ներկայացնեն հայտարարագիր։ Հիշեցնեք թիվը, քանի բարձրաստիճան պաշտոնյա է Այս պահին ընդհանուր հայտարարատուների շրջանակը տարեկան մենք 21000 ունենք, բայց դա նաև ընտանիքի անդամներին ներառյալ։ Պաշտոնատար անձինք միայն չասեն բարձրաստիճան, որովհետև մենք ունենք օրինակ հարկային գլխավոր, քրեակատարողական ծառայության գլխավոր պաշտոններ, ռիսկայնություն ելնելով, ընդհանուր 7000-ի մոտ է։